Ինչպես եք պատրաստվում դիմավորել ամանորն ու Սուրբ Ծնունդը, ինչքան գումար եք նախատեսում ծախսել։ Դուրս են գալու երկրից, դուրս են գալիս դրսում։ Դե ինչպես պետք է դիմավորենք, սովորականի նման։ Դեռ չենք արել, նոր ենք պատրաստում գնել, որովհետև մենք դեռ աշխատանքի մեջ ենք, աշխատում ենք եւ ժամանակ չկա։ Առևտուրը չենք արել դեռ, բայց տոնելու ենք այնպես ինչպես միշտ։ Ավանդական ընտանիքով տանը։ Չեք պատրաստում ռեստորանում եք դիմավորել, երևի։ Ամենայն դեպս շատ ջոխ ինչ որ գնումներ մտադիր չեն կատարելու։ Դեռ չեմ արել, ժամանակ չեմ ունեցել, կանեմ։ Կիսատ պրատ, քիչ։ Հյուրընդունելու ժամանակ ինչքան որ տրամադրում ենք, այդքան։ Ավելի քիչ, համեստի մեջ, ոչ ջոխ, սովորական։ Ոչ, բայց աշխատանքային 31-ներ ենք աշխատում ու դե ամսի 3-ից էլ։ Ու տենց տրամադրություն էլ առանձնապես ոչ տոնական։ Ոյ, դեռ մինչև վերջ չեմ գնումներ կատարել, չեմ կարող ասել։ Հələ գները շատ է բարձրացած, չեմ կարող ասել։ Բնական անշում ենք, բայց ավելի հանգիստ։ Դե սովորական տոն է։ Սուրբ Ծնունդ առանձնապես շատ չի տարբերվում նոր առօրյայից։ Հիմա փոխվել են ժամանակները մի քիչ։ Պատրաստվել եմ։ Հնարավորինս ոչ վատ կասեի։ Սովորական մեր հայկական սովորությունների համաձայն եւ ասում դժգոհ չեմ եւ ասում ամենակարևորը նոր տարին թող բերի խաղաղություն եւ մեր հայ ժողովրդին հոգեպես հանգստություն, որովհետեւ ահավոր ստրեսի մեջ է ժողովուրդը։ Թող 26 թիվը մեզ դուրս բերի այդ վիճակից։ Կարևորը դա է։ Տանը սովորական հայկական սեղանի շուրջ ավանդական։ Շատ լավ։ Չէ, ինչպես միշտ սովորական, այդպես առանձնապես չէ։ Չէ, նույն ձև։ Մի քիչ կարող է նույնիսկ ավել։ Ես իմ երեխաները մեծացել են պահանջներն ու հետաքրքրությունները շատացել են։ Ինչքան հնարավոր է արել ենք։ Գոնե այս երեխեքին մի քիչ ուրախացնենք։ Իմը ուրիշ կալիբրաջանիկս կդեր։ Կանենք հələ, ուր ենք շտապում։ Նորմալ, ոնց կան էսը նախատեսել են։ Ստեղ ենք դիմավորել, շատ լավ է։ Ռուսաստանում։ Հա որ այստեղ չեն թողում, այնտեղ պետք է գնանք ապրենք, ինչ պետք է։ Դե դժվար է այստեղ ապրել։ Դե եթե գումարի նայես վերջ չունի։ Պետք է որ շատ ծախսվի, բայց դե միջինով էլի։ Ինչքան հնարավոր է միջինով։ Մեր հնարավորության սահմաններում եւ վատ չի, գոհ ենք, ինչքան հնարավոր է կնշենք։ Թորնիկներ ունենք, երեխաները, դե իրանց պետք է ուրախացնենք, ինչքան կարողանանք, տատիկներ ենք, թոշակառու ենք, բայց էլի գոհ ենք, փառք Աստծուն, երեխաներս, տղաներս աշխատում են, կարևորը մեր երեխաների ուրախությունն է և կցանկանան բոլորի երեխաները, ընտանիքներում, թորնիկներին իրանց, մեր հայ ազգին, բարի տարի, ուրախ տարի, երջանիկ տարի։ Խաղաղություն։